Ողջույն բոլորին, շարունակում ենք JavaScript ծրագրավորման լեզվի դասընթացները, հասել ենք 4-րդ դասին։ Այսօրվա դասի ընթացքում մենք ավելի մոտիկից կծանոթանանք type-երի հետ, մի փոքր կխաղանք type-երի հետ, կհասկանանք իրենց սինտաքսը, ոնց է ստեղծվում, string-ը ոնց է, թվերը ոնց են, այնտեղ զանգված, այնտեղ օբյեկտ եւ այլն մանրամասներով կհասկանանք։ Սա ինչի համար է պետք է դասը, որպեսզի նախ առաջինը դուք հասկանաք, թե որից ինչով է տարբերվում, օրինակ, որ սա օբյեկտ է, սա զանգված է, սա ֆունկցիա է, սա string է, սա boolean է, որպեսզի երբ որ մենք արդեն առանձին դրանց մասին խոսանք, օրինակ, երբ որ հասնենք string-ի դասին, string-ի վրա կան լիքը մեթոդներ, թե ինչա մեթոդները եւ property-ները մենք կանցնենք, դուք հասկանաք, որ դա կոնկրետ string-ին է վերաբերվում։ Երբ որ հասնենք թվերին, մենք կհասկանանք, օրինակ JavaScript-ում այն ամենամինիմալ թիվը, ամենապաշտպանված մինիմալ թիվ, ամենամաքսիմալ պաշտպանված թիվը որն է, ու ինչի համար դուրս եկավ begin-ը։ Այդ ամեն ինչը շատ կարևոր է։ Okay, հիմա չեք մոռանում լիքը լայքեր դնել վիդեոին, կոմենտներում հարցեր գրել, եթե հարցեր չունեք, ուղղակի ինչ-որ սմայլիկներ դնել, լավ խոսքեր գրել, լավ բառեր գրել եւ չեք մոռանում դասը կիսվել ձեր սոցիալական կայքերում։ Իհարկե, եթե բաժանորդագրված չեք ալիքին, բաժանորդագրվեք, որովհետեւ ինչպես նշել եմ, ձեր ակտիվությունից է կախված, ես ինչքան հեռուն կգնամ, իսկ ես շատ հեռուների պլաններ ունեմ։ Դե ինչ, սկսեցինք դասը, բացում ենք VS Code-ը, սա մեր հիմնական գործիքն է լինելու սկզբի ժամանակներում, սա մեր նախորդ դասն է, նախորդ դասին մենք խոսել ենք usestrict-ի մասին, խոսել ենք փոփոխականների տեսակների մասին, հիշում ենք, որ մենք ունենք 4 տեսակի փոփոխական, global-ը, var-ը, let-ը, const-ը, բայց մենք այսօր օգտագործել ենք main, let եւ const, հասկացել ենք ինչ գրելա, այսինքն variable-ի styling-ը, ինչ ձևով կարանք փոփոխականներ ստեղծենք, camel case-ը, Pascal case-ը, snake case-ը, kebab case-ը, այդ ամեն ինչը principi հասկացել ենք ու հասկացել ենք, որ փոփոխականի անունները ունեն օրենքներ, չենք կարող սկսել թվերով, պետք է սկսենք տառերով եւ եթե ուզում ենք special symbol-ներ օգտագործենք, կարող ենք օգտագործել միայն տակի գծիկ եւ դոլարի նշան, մնացած ամեն ինչը չկա եւ չի կարող լինել։ Okay, ես այսքանը principi screen կանեմ, так, ես կբացեմ իմ սիրելի screen-ի ծրագիրը, copy կանեմ եւ կտեղադրեմ ձեր համար բացված մեկ րոպե, ձեր համար բացված ուրեմն Telegram-ն ալիքում, Telegram-ն խմբում, որտեղ կա նաև քննարկումներ, դուք կարող եք ստեղ քննարկել դասերը, ծանոթանալ միմյանց հետ եւ այլն։ Սա պատկերացրեք ինչ-որ վիրտուալ on-line դասեր եմ տալիս, դուք վիրտուալ խումբ եք, կարող եք ծանոթանալ իրար, շփվել, օգնել իրար։ Եթե ինչ-որ տոպիկի կարիք կա, որ զգում եք, որ, չգիտեմ, ձեզ այդ topic-ը պետք է պակասում է, խնդրեմ ասեք topic-ը եւ ես մեծ սիրով topic-ը կավելացնեմ։ Ստեղ գրում եմ ուրեմն փոփոխականներ, так, փոփոխականներ եւ օրենքներ։ Всё, այս կարճ կոնկրետ, որոք մենք հիշեք, որ sense բանա մեր մոտ եղել։ Այսա ջնջում ենք եւ անցնում ենք առաջ։ Ուրեմն, չենք մոռանում սկսել ամեն ինչ use strict-ից։ Use strict, ինչպես հիշում եք, նրա համար է, որպեսզի մենք օգտագործենք խիստ JavaScript-ը, այսինքն global որոշակի բաներից հեռու մնանք, այնտեղ լիքը բագեր եւ ոչ sense ինչ-որ specific բաներ կա, որոնք որ մեզ պետք չեն, դրանցից էլ հեռու մնանք, դրա համար մենք միանգամից երբ որ սկսում ենք կոդը, կոդի ամենավերևից գրում ենք use strict եւ վերջ։ Այսօր նաեւ խոսանք այդ ստորակետների մասին։ Հիմա սկսենք type-երից։ Ինչպես հիշում եք, JavaScript-ում մենք ունենք երկու տեսակի տիպեր։ Դրանք primitive տիպերն են եւ reference տիպերը կամ հղումային տիպերը, որոնք էլ բաժանվում են այս մեջ երկու մասի։ Սկսենք primitive տիպերից։ Ուրեմն JavaScript-ում string-ը ստեղծվում է quote-ների մեջ
ու Prичем մենք 3 quote-ով կարող ենք այդ ամեն ինչը ստեղծել։ Օրինակ նայեք, ես գրում եմ const first name double quote-ի մեջ գրում եմ John։ Get ստորակետ։ Ինչու ես դրեցի get ստորակետ։ Որովհետև ես իմ ասելիքը ասացի, այսինքն ես ստեղծում եմ փոփոխական, որի անունը first name-ը, որի արժեքը John Smith-ը, վերջ։ Get ստորակետ։ Այսինքն get ստորակետով մենք ասում ենք, որ մենք ավարտեցինք մեր ասելիքը։ JavaScript-ում get ստորակետը պարտադիր չի, բայց լինում են դեպքեր, որ առանց get ստորակետի մեր կոդը չի աշխատի։ Մենք նմանատիպ դեպքեր ունենալու ենք, ու ես դրանք ձեզ ցույց կտամ հետագայում, երբ որ մի քիչ ավելի խորանանք JavaScript-ի մեջ։ Դրա համար սովորեք get ստորակետ դնելը, բացի այդ, C-ական ընտանիքի գրեթե բոլոր ծրագրավորման լեզուներում կան get ստորակետ։ C++, C, Java, JavaScript, TypeScript, օրինակ Python-ում չկա get ստորակետ, PHP-ում կա get ստորակետ։ Դրանք արդեն սինտաքսային բաներ են, որ մեծ հաշվով դուք պետք է ուղղակի հասկանաք, որ ինչ որ ծրագրավորման լեզվում դա okay է, ինչ որ ծրագրավորման լեզվում okay չի։ JS-ում get ստորակետը okay է։ Անցանք առաջ։ Սա string-ի առաջի տարբերակն է, մենք գրեցինք double quote-ների մեջ։ Գրում ենք const last name, ինչպես տեսնում եք, ես օգտագործում եմ camel case փոփոխականների ձևը, single quote-ներ եմ ստեղծում, գրում եմ Smith։ Եվ const թողնի օրինակ city կամ country կամ թողնի country and city։ Մենք նշում ենք այս բեկցիկները, որոնք որ control tilde-ով բացվում, control tilde-ով փակվում են նույն կնոպկն է, գրում ենք օրինակ US, այսինքն United State, ինչպես հիմա գիտեք, USA-ի A-ը գրեթե ոչ մեկ էլ չի գրում, US, եւ չկամ թողնի New York։ Okay, всё։ Սրանք JavaScript-ում string-ի 3 տեսակներն են։ Ուրիշ ձևով մենք string չենք կարող գրել։ Եթե մենք ստեղծենք, օրինակ const father name եւ գրենք Alex, ինքը այս Alex-ը կհասկանա որպես փոփոխական։ Հասկանում եք։ Այսինքն եթե մենք չդնենք այս Alex-ին string-ի մեջ, double quote-ների մեջ, single quote-ների մեջ կամ բեկցիկների մեջ ինքը հասկանալու է փոփոխական։ Ու սա error է իրականում։ Ես չգիտեմ ինչու VS Code-ը չի նշում, որ սա error է, բայց եկեք ինքներս համոզվենք։ Պարզապես գրում ենք console log։ Ինչպես հիշում եք, console log-ը դա այն հրամանն է, որ մենք ինչ տպում ենք իր մեջ, կարողանում ենք տերմինալում կամ console-ում տեսնել։ Գրում ենք father name։ Բացում ենք տերմինալը control tilde, node-ին խնդրում ենք, որպեսզի աշխատացնի մեր main.js-ը, ստանում ենք error։ Ասում է Alex is not defined։ Սա reference error է։ Այսինքն ասում ես չկարողացա հղվեմ այդ Alex-ի վրա եւ չկարողացա գտնեմ այդ Alex անունով փոփոխականին։ Բայց եթե մենք Alex-ին դնենք string-ի մեջ, բնականաբար մենք կտեսնենք Alex։ Այսինքն father name-ը Alex-ը։ Դրա համար միշտ հիշեք, որ երբ որ դուք ցանկանում եք JavaScript-ում ստեղծել string, դուք պետքա այդ string-ը դնեք quote-ների մեջ։ Չի կարելի quote-ները խառնել։ Օրինակ, մենք չենք կարող անել այսպես. const about me, օրինակ, my կամ չկամ, ես ուզում սենց գրամ I am John and I am from US. Տեսակ ինչ որ խնդիրներ եղավ, ինչ խնդիրների մասն է խոսքը գնում։ Մենք բռնեցինք ու string-ը կտրտեցինք։ Այսինքն սա մեր համար սովորական անգլերեն նախադասություն է։ Ես John-ն եմ եւ ես Ամերիկայից եմ։ Okay, բայց JavaScript-ի համար ինքը չի հասկանում, ասում է մի րոպե եղբայր։ Դու բացեցիր string-ը, փակեցիր string-ը, հետո ինչ որ m ես գրե, John ես գրե, and ես գրե, I ես գրե, հետո էլի ես string բացել, հետո եկար string-ը չասել փակել։ Հասկացաք։
ու դրա համար նման դեպքերում մենք ունենք հնարավորություն խառնելու իրար, այսինքն double quote-ների մեջ գրել single quote-ներ կամ հակառակը։ Օրինակ մենք այս նախադասությունը իդեպ սա կոչվում է comment, ես անընդհատ ուզում եմ սրա մասին խոսամ, ուղղակի մոռանում եմ։ Երբ որ մենք տողի սկզբում ավելացնում ենք երկու հատ slash, սա նշանակում է comment։ Ինչի համար է comment-ը։ Comment-ը նրա համար է, որպեսզի մենք մեր գրած տողը մեկնաբանենք, որպեսզի ուրիշները ապագայում կարդան եւ հասկանան, թե մենք ինչ ենք գրել ու խի ենք գրել, կամ էլ ունենք կոդի կտոր, որը չենք ուզում այդ բանը աշխատի։ Այսինքն, եթե մենք հիմա թեկուզ ստեղ console log անենք about me եւ անենք comment, նոդի խնդրենք աշխատացնի այս ամեն ինչը, մենք ոչինչ չենք տեսնի։ Ինչու՞։ Որտեվ comment արած տողերը ինտերպրետատորի կողմից չեն կարդացվում, չեն ընթերցվում, չեն թարգմանվում եւ չեն օգտագործվում։ Դրա համար հիշեք, եթե դուք ունեք ինչ-որ կոդի կտոր, որը ձեզ հիմա պետք չի, բայց դուք չեք ուզում իրան ջնջեք, բարձրապես անում եք comment։ Ոնց եք անում comment, control/ բացում եք, control/ փակում եք, control/ բացում եք, փակում եք, բացում եք, փակում եք, բացում եք, փակում եք։ Okay։ Էլ եմ գրկտում control/։ Մենք JavaScript-ում ունենք երկու տեսակի comment-ներ, առաջի տեսակը դա line comment-ն է, այսինքն որ ուղղակի տող ենք comment անում, առաջի տող, երկրորդ տող, պրոստը։ Այս տեսակը // այսինքն // բացում ենք, // փակում ենք, սա multi-line comment-ն է, մենք ստեղ ինչքան ուզում ենք կարան գրենք։ Այս սա լինելու է comment-ի մեջ։ Այսինքն սա նրա համար է, որ եթե դուք ունեք շատ մեծ կոդի կտոր, իմաստ չկա այդ կոդի կտորը հերթով տող comment անեք։ Միանգամից բացում եք multi-line comment-ը, ձեր ամբողջ կոդը վերցնում եք, դնում եք մեջը, ու վсё, այդ պայծ սկսած այս կոդը comment-ի տակ է։ Այսինքն ինտերպրետատորը իրեն իգնոր անում, ասում ախպեր, ես քո հետ հիմա գործ չունեմ, հենց ժամանակը գա, ես քեզ կվերադառնամ։ Okay, comment-ները հասկացանք։ Վերադարձանք մերին խնդրին։ Բա ոնց էս պահը անենք։ Ստեղ պետք է մենք օգտագործենք երկու կոդներ իրար խառնած։ Օրինակ sense const about me double-ի մեջ գրում ենք I single quote am, տեսեք, այսինքն ես կարող եմ double quote-ի մեջ գրել single quote I am John Smith and I am from US. Տեսեք, այսինքն ստացվում է, որ ես double quote-ների մեջ օգտագործեցի single quote-ներ։ Հիմա սրանք ոչ թե արդեն ինչ-որ բաժանարարներ են կոչվում, այսինքն այնպես չի, որ այսքանը ինչ-որ մեկ այլ string է, այսքանը մեկ այլ string։ Սրանք տողի մեջ արդեն որպես սովորական սիմվոլներ են։ Եթե մենք console log անենք about me-ին, Node.js-ին խնդրենք որպեսի աշխատացնի, մենք կտեսնենք, որ իրանք եկել են որպես սովորական սիմվոլներ։ Այսինքն I am John Smith and I am from US. Всё, այսի հասկացանք։ Իդեպ նույնը կարող ենք անենք բեկտիկների մեջ։ Տադամ եւ տադամ։ Ինձով կաշխատի։ Ասեմ ավելի, նույնը կարող ենք անել հակառակ։ Եթե մենք ուզում ենք, որ մեր այս ապոստրոֆները լինեն double quote-ների մեջ, մենք կարող ենք սկսենք single-ներով եւ ապոստրոֆները սկսենք բանով, double-ներով։ Ահա։ Նույնը ստեղ վերջացնում ենք single-ով, ապոստրոֆը double-ով։ Սենց էլ կաշխատի։ Դե բայց ոնց հասկանում եք, մենք սենց չենք գրում, չէ՞, ովշե անգլերենում, եթե երբ մենք անգլերեն նախադասություն ենք ցանկանում ստեղծել, մենք ապոստրոֆները մի հատ չրտիկ ենք դնում։ Всё, այսի ուսով եմ հասկացեք։ Այսինքն string-ները իրանցից ենթադրում են նմանատիպ ինչ-որ բաներ։ Ես եկել բերեմ սկրել ձևը, որս ինձ ավելի սիրուն է։ Okay։ Code-ներ, որոնց մեջ դուք կարողանում եք գրել։ Ստեղ գրում ենք double and single quotes
Okay, so. Սա ինչ վերաբերում է string-ին։ JavaScript-ում ուրիձա դուք string չեք կարող ստեղծել 3 տարբերակներ կամ double, կամ single, կամ backtick։ Իդեպ backtick-ները ունեն մի շատ թույն հետաքրքիր ֆունկցիոնալություն, որ մենք կանցնենք, երբ որ կհասնենք string-ի դասին, կոնկատենացիան ենք արջացնում, կոչվում են template literal-ներ, հիմա խոսենք number-ներից։ Ուրեմն number-ները JavaScript-ում շատ պարզ են։ Օրինակ գրում ենք n1, գրում ենք 10։ Սա սովորական թիվ է JavaScript-ի համար։ Թվերը չենք գրում կոդների մեջ կամ ինչ-որ եսիմինչերի մեջ, պրոստը գրում ենք թիվ 10։ Կարա լինի 10.5։ Այս երկուսն էլ JavaScript-ի համար number-ը։ Այնպես չի, որ սա integer-ը, սա floater, սա number-ը, սա number-ը։ Եվ ունենք մինուսային թվեր բնականաբար n3, ունենք մինուս 45 Celsius, պատկերացնենք ինչ մինուս 45 Celsius ամեր մոտ, և բնականաբար կարող ենք ունենալ մինուս floater թիվ n4 մինուս 13.3։ Սա ինչ վերաբերվում է թվերին։ JavaScript-ում թվերը գրում ենք այնպես, ինչպես որ գրում ենք սովորական մաթեմատիկայում, պարզապես թիվ։ Իդեպ JavaScript-ում մենք ունենք մաթեմատիկական օպերատորները, որոնք անցնելու ենք գումարած, հանած, բաժանած, բազմապատկած, մոդուլո, մեծ, փոքր եւ այլն, խմբավորել եւ այլն, բայց այդ ամեն ինչը կանցնենք, երբ որ կհասնենք այդ ամեն ինչին։ Okay։ Հիմա խոսենք բուլյանից։ Բուլյանում ունենք is active, false։ Բուլյանը երկու արժեք ունի։ Առաջի արժեքը false, երկրորդ արժեքը true։ Const is married, true։ Իդեպ ծրագրավորման լեզուներ կան, օրինակ Python-ում false-ը ու true-ն գրվում են մեծատառով, բայց JavaScript-ում, PHP-ում, Go-ում, C#-ում, TypeScript-ում եւ այլն գրվում են փոքրատառով, okay։ Բուլյանում ուրիշ արժեք չկա։ Մենք բուլյանը չենք գրում կոդների մեջ, որտեղ սա կլինի string, այսինքն սա այլևս false չի, սա string է, սա false է։ Բուլյանները նախատեսված են ինչ-որ ստուգումների համար։ Օրինակ մենք կարող ենք ստուգենք տարբեր բաներ։ User-ը վճարել է թե ոչ, user-ի login-ը ճիշտ է թե ոչ, password-ը ճիշտ է թե ոչ, արդյոք նման user մենք ունենք թե ոչ, տվյալները ճիշտ են տեղ ասել թե ոչ, եւ այլն։ Մենք կարող ենք լիքը բաներ ստուգենք, ինչքան որ ուզում ենք։ Դե undefined է հասկանում եք արդեն, undefined։ Undefined-ը ես նույնիսկ եմ կրկնում, ինքը նշանակում է չսահմանված։ Այսինքն մենք չգիտենք ինքը կա չկա։ Մենք չենք ասում ինքը չկա, չենք էլ ասում կա։ Մենք ասում ենք undefined, չգիտենք, կա թե չկա։ Գուցե կա, գուցե չկա։ Ունենք null, null-ը ինքը իրականում նշանակում է, որ չկա։ Բառիս բուն իմաստով, ոչ թե միգուցե չկա, ոչ թե իսկ կարող է շանս կա, որ չկա, չէ, այդպես բան չկա, ինքը չկա։ Ոնց օրինակ, այն որ բան կա է, մտ կարքին հաղորդում կա, որ ասում է մտնում է խանութ, լույսը անջտած, ասում է լույսը անջտամ, տես ինչ չկար, այդ վիճակն է, լույսը անջտում ինչ ես տեսնում, ոչ մի բան։ Մենք ոչ մի բան չկա, պրոստը չկա, երեք հատ ոչ մի բան, null։ Okay։ Ունենք number, string, boolean, null, undefined, begin։ Begin-ը գրելու համար պարզապես գրում ենք Ես type-երի անունները մեծատառ եմ գրում ենք const bn, տիպը begin։ Begin գրելու երկու տարբերակ ունենք։ Կամ միանգամից գրում ենք begin, так։ Ինքը կստացի սենց է գրվում, ինքը տենց ֆունկցիա է, և գրում ենք օրինակ 5։ Մի քիչ խնդալու էր կամ 5-ը begin չի, բայց մենք հիմա cancel-ով գնանք bn-ը։ Մենք կտեսնենք 5n։
ինչ է այս 5n-ը իրենից ենթադրում։ Ցանկացած թվի կողքին, եթե մենք գրենք n տառը, ինքը կդառնա big int։ Իդեպ եթե մենք հիմա վերցնենք նվիրը type-of-ը, ինչպես հասկացել եք, JavaScript-ում գոյություն ունի type-of օպերատոր, որը թույլ է տալիս տեսնել այդ type-ի type-ը, տիպի տիպը։ То есть դու ինչ type-ի ես, հա։ Մենք տեսնում ենք, որ ինքը big int է, ինքը number չի։ Այսինքն, եթե մենք հիմա վեկալենք օրինակ n1-ի type-ը, մենք կտեսնենք number։ Այսինքն n1-ը number-ը։ Ահա։ n2-ը number-ը։ Так, մի րոպե, ինչ որ ես իմ ինչ մեր մոտ կախվեց, հետ եկավ, առաջ եկավ, ես իմ ուր մտավ, գնաց եկավ, ահա։ Այո, կախվել է մեր տերմինալը, բայց մի քիչ մենք դզեցինք, վсё։ Մենք տեսնում ենք number, n2-ը։ Դաժե n3-ն է number։ Դաժե n4-ն է number։ Բայց bn-ը, այս որ մենք սարքել ենք փոփոխական bn, ինքը big int է։ Իդեպ եթե մենք գրենք օրինակ -5 եւ աշխատացնենք, մենք տեսնում ենք նորից big int։ Այսինքն, ինչպես տեսնում եք, զայդքես նստած, միացնում ենք զայդշնիկը։ Ուրեմն, ինչպես տեսնում եք, big int-ը հիմա էկրանս մի քիչ սևացավ այսակ սպիտակի, big int-ը ինքը կարող է լինի եւ -sign, այսինքն եթե մենք type-of-ը հանում ենք, մենք տեսնում ենք -5n։ Այսինքն big int գրելով մենք երկու տարբերակ ունենք, կամ գրում ենք sans, կամ գրում ենք առանց big int-ի, պրոստը գրում ենք թիվը 5n։ Всё։ bien 2, այսինքն գրում ենք bien 2 Ահա, 5n։ Ու իդեպ այս bien 2-ի type-ն էլ է լինելու, type-of big int։ Տեսակ։ Իդեպ big int-ը գրվում է մեծատառով, այսինքն b-ն մեծատառ, i-ը մեծատառ, Pascal case-ը սա։ Բայց type-երը փոքրատառ են, JavaScript-ում բոլոր type-երը փոքրատառ են։ Ես ուղղակի մեծատառ եմ գրում, որ ավելի տեսանելի լինի, հա, բայց բոլոր type-երը փոքրատառ են։ Okay։ Այսինքն այս երկուսը big int են։ Մենք big int գրելու երկու տարբերակ ունենք։ Ուրիշ տարբերակ, որ ասենք, մենք ունենք մեկ տարբերակ եւ այլն, մեկից դա բան ուղարկեմ ժողովուրդ արագի մեջ։ Որ մեզ չխանգարեն։ Okay։ Ուրեմն, որ մենք ասենք ունենք տարբերակներ, չգիտեմ, big int ուրիշ ձև գրելու, չէ։ Մենք երկու տարբերակ ունենք։ Կամ գրում ենք big int-ի մեջ, կամ գրում ենք պրոստը թիվ կողքը n։ Okay։ Եվ անցանք symbol-ին, symbol։ Ոնց ստեղծում symbol-ը։ Պրոստը գրում ենք const օրինակ s symbol։ Ու մեջ ինչ-որ մանակ, չեմ ասում, գրում ենք իա մեջ կրանք string փոխանցենք, օրինակ գրում ենք id։ Թե ինչ է symbol-ը, ինչի համար օգտագործվում ենք յան ապագայում կուսումնասիրենք բնականաբար, բայց հիմա հիշեք, որ symbol-ը սենց է գրվում, եթե մենք հիմա console-ը գանանք s-ը, մենք կտեսնենք symbol id, այսինքն միակայից ամբողջն ենք տեսնում, եթե վեկալենք իա type-of-ը, մենք կտեսնենք symbol-ը, այսինքն type-ը symbol-ը։ Մենք ավարտեցինք, այսպես ասած, պրիմիտիվ type-երի հետ ծանոթանալը։ Sense են ստեղծվում պրիմիտիվ type-երը։ Այսինքն string-ը sense է ստեղծվում, number-ը sense է ստեղծվում, boolean-ը sense է ստեղծվում, undefined-ը sense է ստեղծվում, null-ը sense է ստեղծվում, big int-ը sense է ստեղծվում, symbol-ը sense է ստեղծվում։ Հուսով եմ, այս ամեն ինչը պարզ էր, բայց եթե ինչ-որ բան պարզ չի, կարող եք գրել վիդեոյի մեկնաբանությունների բաժնում, ես կպատասխանեմ, չմոռանաք դնել լայքեր, լիքը լայքեր ու լիքը կոմենտներ։ Եթե բաժանորդագրված չեք ալիքին, անպայման բաժանորդագրվեք։ Okay, անցանք առաջ։ Ես սա կուղարկեմ ձեզ մտույն բան կա, plugin կա, Polacode-ը կոչվում, VS Code-ի, որ ես կարամ նշեմ կոդի, որ հատվածն եմ ուզում screen անեմ, copy անեմ, բերեմ գցեմ ստեղ, տեղ Ctrl+C անեմ, ստեղ Ctrl+V անեմ, մի քիչ սյունացնեմ, մեծացնեմ, sense որ սա sense ամբողջ էկրանի վրա տեղանի, սեղմում ենք սրա վրա, ինքը copy անում հիմա, ստեղծում է PNG ֆայլ,
Ես իրան կընտրեմ դեսկտոպի վրա եւ ձեր screenshot-ը բաժնում կդնեմ։ Okay, մնում է գտնենք այդ screen-ը, ուրեմն բացում ենք այդ screen-ը, ընտրում ենք desktop, գտնում ենք կոդը եւ գրում ենք primitive տիպերի հետ մեր առաջին ծանոթությունը։ Դες բառը սխալ եմ գրել, ծանոթությունը։ Всё։ Նայեք իմ սիրուն եղավ։ Մտնում եք screens page-ինը, բացում եք եւ տեսնում եք ինչ սիրուն ձևով, իդեպ ինքը բավականին որակով է, մոբայլով եք կարող եք նայել։ Անցանք առաջ, հասանք ոչ պրիմիտիվներին։ Ուրեմն, ինչպես հիշում եք, ոչ պրիմիտիվները JavaScript-ում մի քանիսն այդքան շատ չէին, հա, հիմնականում 3-ն էին, բայց նաև ունեինք մենք special-ների մասն ենք խոսենք։ Ուրեմն JavaScript-ում գոյություն ունի օբյեկտ հասկացողություն։ Օբյեկտը ինքը մի քիչ վերացական բան է իրենից ներկայացնում, որովհետև օբյեկտը համ տիպ է, հա, մատ հետաքրքիր բան ասեմ, դες օրինակ եթե մենք հիմա գրենք console log type of null, այսինքն null-ի type-ը, так, մենք տեսնենք օբյեկտ, այսինքն null-ի type-ը օբյեկտ է, undefined-ի type-ը undefined է, բայց null-ի type-ը օբյեկտ է։ Ուրեմն օբյեկտը ինքը մի քիչ վերած abstract, ոչ abstract բան է ինքը ինչ-որ բան նկարագրելու համար է։ Մենք կարող ենք նկարագրենք ամեն ինչ ուզում ենք։ Ոնց է ինքը գրվում։ Պարզապես գրում ենք ինչ-որ անուն, const, օրինակ user, դնում ենք վերագրման նշան եւ բացում ենք խուճուճ փաղագծեր կետ ստորակետ։ Ստեղ ուշադրություն։ Սա reference type է։ Եթե ստեղ օրինակ const a-ը 4 է, ու մենք վստահ կարանք ասենք a-ը 4 է, ասելով a մենք ասում ենք 4, ապա ասելով user մենք չենք ասում օբյեկտ, ասելով user մենք ասում ենք հղում, reference, իսկ այդ reference-ը արդեն հղվում է դեպի այդ օբյեկտին, հասկանում եք, այսինքն տարբերությունները primitive-ի ու reference-ի մեջ, եթե սենց դեռ սենց մակերեսային բացատրեմ այդ է, որ primitive-ի դեպքում, երբ որ մենք ստեղծում ենք ինչ-որ փոփոխական, այս 4-ը դնում ենք դրա մեջ, այսինքն 8 byte սկսած այս a-ը, այդ 4-ն է, ասելով a մենք նկատի ունենք 4, իսկ այս դեպքում ասելով user մենք նկատի ունենք ինչ-որ հղում, որը ստեղծվում է, հա, տենց RAM-ի մակարդակով, տենց CPU եւ այլն, շատ չմարն է, մենք էդի հետո կանցնենք, ինչ-որ հղում է ստեղծվում, ու այդ հղվում է հենց այդ օբյեկտի վրա, դրա համար այս օբյեկտը չի պատկանում այս user-ին, այս user-ը ընդհանրապես իր վրա ունի հղում, որը հղվում է այս օբյեկտի վրա, okay, սրանք կոչում ենք օբյեկտ JavaScript-ում, օրինակ Python-ում կոչվում է dict, dictionary բառեր են, հիմնականում օբյեկտը բացում ենք և օբյեկտը ստեղծված է k value գրելաձևից, մենք ունենք k, վերջակետ, value, ստորակետ, այսինքն էսի օբյեկտի գրելաձևն է, ուրեմն օբյեկտում k-երը կարող են լինել 3 բան, կարող են լինել թվեր, ինչը որ 1000-ից մեկ ենք գրում, կարող են լինել string-ներ, իդեպ եթե մենք մի բանը չենք գրում string-ի մեջ ինքը մեկը դառնում է string, և ուշադրություն, այն ինչը քիչ առաջ անցանք, symbol-ներ, այսինքն symbol-ները կարող են լինել օբյեկտում key-եր, և ինչու՞ նաև value-ներ, բայց դա հետոյի թեմա է, այսինքն, ես ուզում եմ ստեղծեմ user-ի, ինչ է ունենում user-ը, user-ը ունենում է username, ես գրում եմ username-ը, վերջակետ, John Smith, ստորակետ, այսինքն, սա k-ը, սա value, միշտ հիշեք, օբյեկտները բաղկացած են k-երից և value-ներից, օբյեկտի մեջ ինքը կոչվում է property, նաև շատ դեպքերում մենք անց կոչվում ենք member, այսինքն օբյեկտի member-ները,
բայց մենք այն կարող ենք ասել եւ key եւ property Պրինցիպի մենք ասում ենք key, որտեղ մենք երբ որ ցանկանում ենք օբյեկտից ինչ-որ բան վերցնել, մենք այդ բանալիով ենք վերցնում։ Դրա համար sense մնացել է անունը key, մենք այս բանալիով ենք իրան վերցնում։ Բայց դուք սովորեք ան ասել property, սա օբյեկտի property-ը։ Իդեպ property-ն կարող գրվի ինչպես sense սովորական, փոփոխականի նման, այնպես էլ string-ի մեջ։ Այսինքն JavaScript-ում երկու ձևն էլ ընդունելի է, սակայն օբյեկտի property անունը նույն փոփոխականի օրենքին է ենթարկվում, չենք կարող սկսել թվով, չենք կարող սկսել ինչ-որ sense խարախշտիկ բաներով, իդեպ վանդականեշով կարանք, բայց դա մի քիչ ուրիշ է, կարող ենք սկսել միայն տակի գծիկով և դոլարի նշանով, ուրա դոլարի նշանը, չորդը, այսքան եթե դուք լավ եք սովորել JavaScript-ում փոփոխականի օրենքները, ապա JavaScript-ի օբյեկտի մեջ, երբ որ մենք ստեղծում ենք property, նույն ձև ենք գրում, այսքան եթե ուզում ենք ինչ-որ special symbol տանք սկզբից, մենք կարող ենք տալ տակի գծիկ կամ կարող ենք տալ դոլար։ Բնականաբար նաև կարող ենք տալ վանդականիչ, բայց դա մի քիչ էդի ուրիշ թեմա է, երբ որ ժամանակը դες կբացատրեմ, okay? Դա մի քիչ ուրիշ թեմա, վсё։ Ու իրականում չգիտեմ, ես օրինակ sense չեմ գրում JavaScript-ում, բայց Python-ում մեզ պարտադրում են, որ մենք sense գրենք, նայեք, եթե ես ստեղծեմ այստեղ Python file, ստեղծում ենք ինչ-որ user, որը dict է, այստեղ չկա կետ, ստորակետ, և գրում ենք username-ը John Smith, print ենք անում, ասկն առած print-ը արդեն տեսնում ենք, որ ինք ասում ախպեր, ես չեմ գտնում, ասում ես չգիտեմ username-ը ինչ է, հասկանում եք, Python-ում Երբ որ մենք ստեղծում ենք օբյեկտ կամ dictionary նայած ոնց ենք կոչում բնականաբար Python-ում կոչում ենք dictionary, սա dictionary-ա, okay? Ինքը dict-ա, dictionary-ա։ Ուրեմն Python-ում պարտադիր է դնենք quote-ների մեջ, կստացի կարա single quote-ը լինի։ Okay, Python-ում single է կա, double է կա, բայց ըմբեկտիկները չկան։ Նու կամ բայց որոշ դեպքում չեն օգտագործում, լավ ինչևից է։ Հիմա նայեք, Python-ում key-երը կամ property-ները անպայման quote-ների մեջ ենք գրում, իսկ JavaScript-ում դա պարտադիր չի։ Ինչու պարտադիր չի, որովհետև մեկը ինքը վերջում էդի string-ի մեջ է դնում։ Ուզում ենք համոզվենք, եկեք համոզվենք, ես սա հանում եմ բանի մեջից։ Console-ում ենք անում user-ը։ Տեսնում ենք, որ ինքը սա չի վերցրել string-ի մեջ, պրոստը գրել է username-ը John Smith։ Ես հիմա ստեղծում եմ index.html, գեներացնում ենք HTML-ը, script ենք անում, ասում ենք գնա մտի SRC-ի մեջ կարճ ասած, գտիր main JS-ը։ Սեղում ենք go live, բացվում է HTML, մտնում ենք pasmatrec կոդ, Ոչտը pasmatrec կոդը պետք է լինի, մտնում ենք console, բացում ենք օբյեկտը, տեսնում ենք, որ ինքը էլի չի դրել string-ի մեջ։ Բայց իա type-ը string-ը, եթե մենք type-ը վեկալենք string-ը ինքը լինելու։ Եկեք համոզվենք, որ type-ը string-ը լինելու, որ դուր չկա ես խափում եմ ձեզ։ Ուրեմն, type of Նախ type of user, տեսնում ենք, որ ինքը օբյեկտ է, սա object է, type of user get username, այս կետը կբացատրեմ, string, այսքան սրա type-ը string է, հասկացեք, մենք կապ չունի գրում ենք string-ի մեջ, չենք գրում, ինքը string է մեկ է, okay, Պրոստը բրաուզեր կա դնում է string-ի մեջ, կարծեմ Mozilla-ն է, բրաուզեր կա չի դնում, ինչևից էլ ավանցենք առաջ։ Հիմա ես ստեղծել եմ օբյեկտ ու ուզում եմ այս John Smith-ը վերցնեմ, ոնց կարամ վերցնեմ։ Ես կրկնում եմ, սա ուղղակի ծանոթություն է օբյեկտի հետ, մենք չենք խորանում դեռևս։ Ես ուղղակի ցույց եմ տալիս ոնց կարանք օբյեկտի մեջից ինչ-որ բան վերցնենք։ Գրում ենք
այն փոփոխականի անունը, որը իր վրա ունի հղում դեպի օբյեկտ, դնում ենք get եւ k-ի անունը կամ property անունը։ Մենք այն կարող ենք կոչենք եւ k եւ բան property։ Ընդհանրապես ես միշտ բացատրում եմ key value, սա key ասա value-ի, որտեղ մենք ունենք ստենավ keys։ Օբյեկտի key-ը կարող ենք վեկալենք user.keys։ Так, keys-ը սա չէր գրվում, մի օպա, h-ը object keys user սա էլի է հետո այդ թեմա, բայց դա ցույց տամ, որ մենք ունենք username անունով key։ Դրա համար հիշեք, որ ծրագրավորման մեջ մենք այն կոչում ենք key, բայց ինքը շա property է։ Всё։ Ոնց ենք ընդհանրապես վերցնում օբյեկտի մեջից։ Պրոստը գրում ենք այն փոփոխականի անունը, նորից եմ կրկնում, որի մեջ ունի հղում, եւ get username։ Տպում ենք այս ամեն ինչը, ստանում ենք John Smith։ Այսինքն մենք ունենք օբյեկտ, օբյեկտի մեջ ունենք property կամ key, որի արժեքը էսա, մենք վեկալում ենք sense օբյեկտի փոփոխականի անունը, որը ուրեմն օբյեկտի հղումի անունը, get property անունը, ստանում ենք արժեքը։ Բայց մենք ունենք երկու ձև ստանալու։ Առաջինը get-ով ենք ստանում, երկրորդը ստանում ենք քառակուսի փակագծերի մեջ։ Ու անպայման string-ով։ Երկուսն էլ աշխատող տարբերակ են, բայց նախընտրելի է այս տարբերակը։ Ես այստեղ կդնեմ պլյուս, այստեղ կդնեմ так, պլյուս, այստեղ մինուս։ Ինչու որտեվ մենք 99.99% դեպքերում օգտագործելու ենք այս տարբերակը։ Բայց դա մտ հարցը առաջանում, բալավ, եթե մենք սյոտիկի ունենք այս կետով գրելա ձևը, բա էլ մեր ինչին է պետք է քառակուսի գրելա ձևը։ Քառակուսի գրելա ձևը պետք է այն դեպքում, երբ որ օբյեկտի մեջի property-ին կամ key-ին ստեղծել են ոչ JavaScript-ի փոփոխականի օրենքի համաձայն։ Օրինակ, մենք սենց ենք գրում user probel last name Smith։ Հիմա նայեք, մենք ոչ մի ձև չենք կարող սա կետով վերցնենք, որտեվ մենք չենք կարող ստեղծել, չէ՞, սենց փոփոխական const user last name։ Սենց փոփոխական չի կարա լինի։ Բայց մենք ինչ-ինչ պատճառներով backend-ից ստացել ենք նմանատիպ JSON, նմանատիպ օբյեկտ, հա։ Ու փորձենք ստանանք, okay, console.log user get նայեք, ինքը ասում է user last name, բայց եթե ասում է սխմեմ enter, ինքը քառակուսի փակագծերի մեջ ավտոմատ է վերցնելու։ Ճոպ, տեսակ, որովհետև այն ինչը նորմալ փոփոխականի օրենքով ստեղծված չի օբյեկտի մեջ, մենք դրանք վերցնում ենք քառակուսի փակագծերի մեջ։ Նորմալներն էլ կարող ենք վերցնել, ինչպես տեսնում եք, կամ օրինակ մենք ստեղծում ենք, չգիտեմ, ասես մի բան օրինակ, չգիտեմ, 1 չգիտեմը, так, 1 չգիտեմը, թող լինի 2։ Եթե գրենք console.log user get 1 չգիտեմ, ինք ասի ախպերս ինչ ես դու անում, այս ինչա, պահում ենք վերենք, ասում է, ես ստորակետ եմ քեզ այն սպասում, բայց ինքը իրականում ստորակետ մեզ այնց չի սպասում։ Ինք ասում է, an identifier or keyword cannot identify a follow or numeric literal։ Ոչ ինք ասում ախպեր, ես չեմ հասկանում դες ինչ ես անում, բայց մենք գիտենք մենք ինչ ենք արել։ Մենք ինքներս ստեղծել ենք այնց բանալի, այնց property, որը ոչ մի տիպի չի տեղավորվում JavaScript-ի նորմալ սինտաքսի մեջ։ Դրա համար մենք այս ամեն ինչը պետք է վերցնենք որպես քառակուսի փակագծեր։ Այսինքն հիշում եք մի բան։ Օբյեկտը ստեղծվում է sense։ Խուճուճ փակագծեր k վերջակետ value, k վերջակետ value, k վերջակետ value, ստորակետներով ենք բաժանում, այստեղ չկան այդ ստորակետեր։ Key-երը աշխատում ենք գրենք
camel case տարբերակներով ու անպայմանորեն առանց պրաբելների, այսինքն անպայմանորեն պահելով JavaScript-ում փոփոխականի օրենքները։ Այդ կերպ մենք ստիպված չենք լինի քառակուսի փակագծերով ինչ-որ բաներ վերցնենք եւ այլն եւ այլն եւ այլն եւ այլն։ Սա ինչ վերաբերվում էր օբյեկտին։ Իդեպ, ինչպես կետով կարող ենք վերցնել օբյեկտի մեջից ինչ-որ մի բան, այնպես էլ կարող ենք կետով օբյեկտի մեջ ինչ-որ բան գրել։ Եք գրենք, օրինակ ես գրում եմ user get email johnsmith@gmail.com Իմանեք, մենք սենց որ վիզուալ նայում ենք, մեր այս օբյեկտի մեջ չկա email անունով property, ճիշտ է։ Բայց մենք ստեղծում ենք, այսինքն կետով, իդեպ նաև քառակուսի փակագծերով կարող ենք սա դա ցույց տամ, մենք ստեղծում ենք, եթե մենք հիմա պրոստը console լոգանանք user-ին, մենք տեսնում ենք, որ user-ի console log-ի մեջ տեսնում ենք կա email John Smith։ Այսինքն ինչպես կարող եք կետով վերցնել, այնպես էլ կարող եք կետով գրել։ Եթե կա փոխումը արժեքը, եթե չկա գրումը։ Okay, հուսով եմ հասկացաք։ Նորից եմ կրկնում։ Կետով մենք կարող ենք եւ վերցնել, եւ գրել։ Հիմա եկեք այս ամեն ինչը մաքրենք, հուսով եմ այս ամեն ինչը հասկացաք, որ ցանկալի է օբյեկտի մեջ նորմալ անուններ տալ, սենց խառը խշտիկ անուններ, ես դաժե սա սկրինը չեմ անի, որ ձեր մոտ չմնա։ Ուրեմն ունենք username եւ ունենք օրինակ email johnsmith@gmail.com Հիմա ես նույնը փորձեմ անեմ այստեղից։ Սկզբում console log ենք անում user-ին, հետո գրում ենք user.email-ը դառնում է gs շնիկ չգիտեմ mail.ru օրինակ ու մտել ենք console լոգանում user-ին clear անենք ստեղ մենք տեսնում ենք որ ժամանակին մեր մոտ email-ը johnsmith@gmail.com էր հիմա gs@mail.ru այսինքն ստացվում է դուք ոտի վրա կարող շատ հանգիստ փոխեք ձեր օբյեկտի մեջի value-ները կպտում եք key-ին ու փոխում եք value-ն ասեմ, որ նույն ձև կարող ենք փոխենք նաև տակ քառակուսի փակագծերով user տակ user email հավասար է gs@mail.ru comment ենք անում սա եւ տեսնում ենք, որ փոխվեց Եկեք մինչև փոխելը կոմենտ անենք, բան անենք console լոգանանք johnsmith@gmail.com johnsmith@mail.ru Այսինքն տեսակ, որ երկու տարբերակն է աշխատում է Այսինքն դուք կարող եք եւ փոխել սա так այստեղ փոխում ենք email-ի value-ն get email այստեղ ստանում ենք email-ի value всё փոխում ենք Սա կարծես այն է, ինչ որ ձեզ հիմա տվյալ պահին պետքա իմանալ օբյեկտի մասին, որ օբյեկտը ինքը data ստեղծելու համար է նախատեսված։ Մենք կարող ենք նկարագրենք իր մեջ ինչ ուզում ենք։ Կարող ենք նկարագրենք user-ի, կարող ենք նկարագրենք մարդու, կարող ենք նկարագրենք կենթանու, կարող ենք նկարագրենք քաղաքի։ Հեսա այս ամեն ինչը սիրուն սկրին անեմ ուղարկեմ ձեզ։ Ծանոթ
ծանոթություն object-ի հետ ու փորձենք մի քանի խորացումներ տալ։ Օրինակ, ուստի գրենք username, John Smith, email, password, օրինակ, կամ is active, false, is married, true, location, null, կամ undefined, չգիտենք, նույն պես կանա, սա ինչ-որ նկարագիր է, մարդու, username-ը մարդու, կամ կարանք հենց մարդու նկարագրենք իրականում, const person, name, John, surname, Smith, is married, true, prof, եկրենք, մինյոպը մասնագիտություն բարաթարակման մտքեցից տրավանք դրան ուսկրի մասնագիտություն, translate, մասնագիտություն, իշոն տաս պրոֆեսիոնալոտ մի բան պտի լինար, Так, մյոպը, ինչ-որ խարնով է աստեղ, նորից մասնագիտություն, specialization, okay, լավ, specialization, շամ տոր լինի AI engineer, մեր John Smith-ը, location, US, չգիտամ, բանից թող լինի, Glenblitz, հայերի մոտասոպրը, has car, true, կամ մեկ բանավ էլի, is has car, null, չկա, ավտո չկա, salary, 3500 ինչ-որ չապման միավոր, հասկանում եք կարճ ասած, օբյեկտը նրա վրա նախատեսված, որպեսի մենք կարողանանք օբյեկտի մեջ ուրբան նկարագրենք, նկարագրենք մետը մեքենա, ու այսքանավ ավարտանք օբյեկտի թեման, Okay, ուրեմն, brand, BMW, так, model, X6, year, 2024, color, white, engine, 402 կամ 408 մոտորը, եւ այլն։ Այսինքն ինչպես տեսնում եք, օբյեկտներով մենք կարողանում ենք որոշակի բաներ նկարել։ Թեկուզ եք նկարագրենք ապրանք օրինակ, const item, brand-ը, Apple, type-ը, mobile phone, model-ը, iPhone 14 Pro Max, ինչ կար, capacity-ն 128 կամ չկամ 516, color-ը black titanium,
Titanium, okay. Year-ը 2014, 2020, 2023 լավ ուշում։ Շա, այսքան տարատեսակ օբյեկտներ տարբեր բաների մասին։ Օբյեկտները հենց սրանց համար են նախատեսված։ Անցանք առաջ։ Գցում ենք պոլակոդի մեջ։ Օբյեկտի օրինակներ։ Հիմա խոսում ենք զանգվածից, arrays, const, օրինակ fruits, ուրեմն զանգվածը, հոպե կնեք ժորտամ ես ինչ եկավ, Okay. Ուրեմն զանգվածը միշտ գրում ենք սենց քառակուսի փակագծերի մեջ, նրանք բրեկետներ են կոչվում, ու ստեղ k value-ներ չկա, պրոստը մեր արժեքները իրարից առանձնացնում ենք ստորակետներով, օրինակ, apple ստորակետ, banana ստորակետ, orange ստորակետ, peach ստորակետ, plum եւ այլն, հա։ Մրգերի անուններ. apple, banana, orange, peach, plum։ Սա զանգված է, array։ Բայց եթե մենք հիմա գրենք type of fruits, մենք տեսնենք օբյեկտ։ Ընդհանրապես հիշեք, որ JavaScript-ում ամեն ինչն էլ օբյեկտ է։ Հա, լուրջ, ռեալ, ամեն ինչը օբյեկտ է, ամեն ինչը ժառանգվում է օբյեկտից։ JavaScript-ը մի հատ շատ մեծ օբյեկտ է։ Հեսա երբ որ մենք շատ խորանանք JS-ի մեջ, դուք կհասկանաք, որ մենք ոնց որ միշտ աշխատում ենք օբյեկտի հետ։ Ցեք օրինակ console.log, այս կետը console-ը ինչ որ օբյեկտ է։ Իր վրա ունի ինչ որ մեթոդ, հա, կամ ինչ որ property։ Մենք ան կետով ենք փորձում վերցնենք։ Արդյոք կարող ենք իրեն վերցնել քառակուսի փակակ, փորձենք։ Կտրում ենք log-ը, դնում ենք sense։ Խնդրեմ աշխատեց։ Տեսակ, այսինքն մենք արդեն իսկ գիտենք, թե ինչ է օբյեկտը, ու մենք հենց նոր console.log-ը փոխանցեցինք console քառակուսի փակագծերի մեջ log։ Այդ նույնիսկ սա օբյեկտ է, console-ը օբյեկտ է, console-ի վրա կա ինչ որ ֆունկցիա log անունով, ինչ կապ ունի մենք իրան կետով կկանչենք, թե քառակուսի փակագծերով կկանչենք, կարևորը մենք կանչեցինք ու ինքը աշխատեց։ Հասկանում եք։ Եվ օբյեկտ է ցավոք սրտի։ Կարճ ասած JavaScript-ում ամեն ինչ օբյեկտ է։ Всё։ Բալա ոնց ենք ընդհանրապես ինքը օբյեկտ է, բայց մենք ասում ենք array, հա, array կամ զանգված, ռուսերեն կոչվում է massive, բայց դուք սովորեք array կամ list։ Օրինակ Python-ում սա կոչվում է list։ Ոնց ենք իր այդ աշխատում։ Ոնց ենք օրինակ վերցնում։ Ոչ ենք գրում, sense console.log fruits get apple։ Չի աշխատի sense, որովհետև fruits-ի մեջ apple չկա, կասի undefined։ Չկա apple, բայց հեսա։ Ուրեմն ի տարբերություն զանգվածի, որը օբյեկտի special type-ը համարվում, մենք ունենք ինդեքսներ։ Ծրագրավորման մեջ հաշվարկը սկսվում է 0-ից, էդի հիշեք 0-ից։ Սա 0-ն է, սա 1-ը, սա 2-ը, սա 3-ը, սա էլ 4-ը։ Այսինքն ուզում եք ստանալ apple-ը, գրում եք fruits, բայց կետ 0 չեք կարա գրեք, որտեվ մենք կետով կարանք վերցնենք string, կետով կարանք վեկանենք նիմատ չո մի բան, բայց ոչ կետ 0, որտեվ այստեղ ասի syntax error-ը կոմոդ եղբայր ջան։ Ինք ասում է կոմոդ console error, syntax error, missing ինչ-որ փակագից after argument list։ Ասում է ինչ-որ փակագիծս մոռացած է դնես։ Մեկ-մեկ
իրականում այս JavaScript-ի error-ները այդքան էլ տենց մեզ թույն ձևով չեն բացատրում, թե ինչ error է եկել։ Դրա համար մենք պետք է հույսները դնենք մեր գիտելիքի վրա։ Ուրեմն զանգվածից վերցնում ենք քառակուսի փաղի գծերով։ Այսինքն ոնց ստեղծում ենք զանգվածը, նույն ձևով վերցնում ենք, գրում ենք մեջը get 0։ Всё։ Get 0 քառակուսի փաղ գծեր 0։ Apple։ Sense կվերցնենք բանանան։ Apple, banana, այդպես շարունակ։ Եթե ուզում ենք վեկալենք երկուսը, դա կլինի orange-ը։ 3-ը կլինի peach-ը, 4-ը կլինի plum-ը։ Apple, banana, orange, peach, plum։ Եկեք կոմենտներ անենք այս ամեն ինչս կողքերը, որ մենք հասկանանք, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք գտնվում, եղբայրներ եւ քույրեր։ Так. Всё։ Մենակ խնդրում եմ միշտ հիշեք, որ հաշվարկը սկսվում է 0-ից։ 0-ից։ Հաշվարկը 0-ից է սկսվում։ Այսինքն ինդեքսները բոլորը սկսվում են 0-ից։ Մենք չենք կարող սկսենք 1-ից, չենք կարող սկսենք, չգիտեմ, 0-ից է սկսվում։ Զանգվածը իր վրա ունի լիքը թույն, այսպես ասած, բաներ, մեթոդներ։ Մենք այդ բոլոր մեթոդները անցնելու ենք, երբ որ կհասնենք այդ զանգվածի դասին։ Իդեպ եթե մենք կոնսոլը գնանք fruits-ի 5-ը, մենք կստանանք undefined։ Սահմանված չի։ Բայց խի undefined, խի չենք ստանում null։ Դե որովհետև մենք ստեղ մի քիչ իրարամերժ ինֆորմացիաներ է գալիս, հա։ Իրականում JavaScript ինքը այն ծրագրավորման լեզուն է, որտեղ իրարամերժ լիքը բաներ կան, մեկը մյուսին հակասող բաներ կան, մենք ընթացքում այդ ամեն ինչը կհասկանանք։ Չկա սրա համար նորմալ տենց տարբերակ։ Մասնավորապես ես sense կարամ ասեմ, եթե ես հիմա fruits-ի մեջ fruits-ի 50-րդ ինդեքսի մեջ ավելացնեմ բան, ինչ միտք ավելացնենք, մրկովս միտք չի անցնում, strawberry կամ pineapple love, pineapple։ Մենք կոնսոլը գանանք fruits-ը, մենք ստեմա տարօրինակություն կտեսնենք, ժողովուրդ։ Մենք կտեսնենք apple, banana, orange, peach, plum, 45 հատ դատարկ item-ներ, տեսեք 45 empty items եւ pineapple։ Ու այդ undefined-ը իմ կարծիքով, հա, որտեվ շատ բացատրություններ կան, բայց իմ մասնագիտորեն կարծիքը ասեմ, ինքը չի գտնում, ինքը վստահ չի, որ տենց բան չկա, բջիջ չկա, բաները ընդհանրապես զանգվածները բջիջներից են ստեղծված, առաջի բջիջ, երկրորդ բջիջ, երրորդ բջիջ, չորրորդ բջիջ ինդեքսներով։ Okay, ուստի մենք տեսնում ենք 45 empty items։ Okay, այնպես որ հասկանում ենք, որ սրանք բջիջներ են, item-ներ ենք մենք իրանց կոչում, իրանք սկսում են 0-ից, սա 0-ն է, սա 1-ը, սա 2-ը, սա 3-ը, սա 4-ը։ Զանգվածում ի տարբերություն օբյեկտում, զանգվածում խիստ հերթականությունը պահպանված է, իսկ օբյեկտում ոչ։ Օբյեկտում այբենական կարգով է հիմնականում պահպանված, եթե թվերով, եթե տառերով ենք գնում, եթե թվերով 0-ից մինչև 1, հեսա դա կհասկանանք։ Այսինքն ինչպես հասկանում եք, մենք նաև կարողանում ենք զանգվածի մեջ ավելացնել։ Ստեղ ստանում ենք զանգվածի item-ները, ստանում ենք array item-ները, հիմիկվանից այս բայից սկսած սովորեք իրանց կոչել item, սրանք item են, item, okay, item-ներ։ Սա էլ fruits array մեջ ավելացնում ենք
նոր item, որը 50-րդ ինդեքսի վրա է։ Բայց բնականաբար sense բաներ մենք չենք անում ժողովուրդ, որտեվ մենք տեսնում ենք 45-ը դատարկ items։ Ու մեկ բան կա, եթե մենք հիմա գրենք fruits.length, length-ը ինքը property է, այսպես ասած, որը եւ string-ի վրա, ինչպես մենք string-ի վրա է, եւ array-ի վրա, ինքը array-ի վրա եւ string-ի վրա երկարությունն է ցույց տալիս։ Օրինակ նախադասությունը քանի տարից է, քանի սիմվոլից է բաղկացած, մի զանգվածի մեջ քանի item ունենք։ Եթե մենք հիմա սա clear անենք, մի օպես եմ քիչ մեծացնենք, մտնենք terminal եւ նորից խնդրենք, ինքը կասի մի օպա fruits-ի length-ը չասած, եւ եթե save չի արեմ այդ նորից, կասի դու 51 հատ էլեմենտ ունես։ Բայց ինչու 51 հատ էլեմենտ։ Ես վրոդի ունեմ 1, 2, 3, 4, 5, 6 հատ էլեմենտ։ Տեսնում ենք 51։ Բայց մենք ուրիշ կարևոր բաներ ենք մենք տեսնում։ Մենք 50-րդ ինդեքսից հետո չունենք, մենք 51-րդ ինդեքս չունենք, մենք հետ տպում 51։ Ուրեմն միշտ հիշեք, որ length-ը հավասար է index plus 1։ Այսինքն ծրագրավորողի աչքով մենք տեսնում ենք 0, 1, 2, 3, 4, բայց մարդու աչքով, length-ի աչքով մենք հասկանում ենք, այստեղ 5 հատ էլեմենտ կա, 1, 2, 3, 4, 5։ Դրա համար length-ը եւ string-ի վրա եւ array-ի վրա դա index plus 1 է։ Դա միշտ հիշեք ու չխառնեք։ Всё, ես սա սկրինը ուղարկեմ ձեզ։ Այսինքն ոնց հասկացաք, զանգվածում, լավ է, մի հատ զանգված ստեղծենք, const rr, ուրեմն JavaScript-ում զանգվածի մեջ ինչու՞ս եք կարող գրեք 0, 10.5, так, բայց զանգվածի մեջ true, դատարկ օբյեկտ, դատարկ զանգված, false, null, undefined, չգիտեմ, minus 74500, string, եւ այլն։ Այսինքն JavaScript-ում զանգվածները տիպավորված չեն։ Առասարակ JavaScript-ը, ինչպես հիշում եք, ինքը դինամիկ թույլ տիպավորված ծրագրավորման լեզու է։ Դրա համար թույլ է տալիս որտեղ ինչ ուզում եք անեք։ Դրա համար հիշեք, որ դուք կարող եք ուրեմն array-ի մեջ կարող ենք տարբեր տիպերի item-ներ ունենալ, որը բնականաբար այդքան ընդհանրել խորհուրդ չի տրվում։ Եթե մենք ստեղծում ենք զանգված, մենք գիտենք ինչի զանգված ենք ստեղծում։ Ստեղծում ենք մրգերի զանգված, մրգերի անուններ, ստեղծում ենք մարդկանց անունների զանգված, մարդկանց անուններ, ստեղծում ենք քաղաքների զանգված, քաղաքների անուններ, հա։ Ստեղծում ենք, չգիտեմ, աշխատավարձերի զանգված, աշխատավարձեր ենք մեջ գրում, հասկանում եք, բայց JS-ը թույլ է տալիս այդ ինչ որ իմ կարծիքով մի քիչ այդքան էլ տենց եսի ինչ չի ու օքեյ չի, հա։ Եվ նավսակի եկեք սայլվե կալենք, ստեղ միտեղ big comment բացենք և գրենք, որ մենք տեսնում ենք, որ 45 MTI items ենք տեսնում, ստեղ նշենք fruits 50-ի պատճառով։ Այսինքն լավ պրակտիկա չէ էլի վերցնել զանգվածը ինչ որ մեր ուզած ինդեքսի վրա բան նշանակել։ Ինդեքսները հերթականությամբ են գնում։ Պատճառով։ Okay։ Գցում ենք պոլակոդ։ Եկանք ստեղ մի քիչ մեծացնում ենք, որպեսզի սաղ տեղանի։ Copy ենք անում։ Ուրեմն մտնում ենք ստեղ։ Так, մտնում ենք ստեղ, մտնում ենք ստեղ, մտնում ենք ստեղ, մտնում ենք ստեղ։ Ծանոթություն, так, ինչ ռուսերեն ենք գրում, ծանոթություն
array հետ տիպը object, սա նշում ենք index եւ length սովորեցինք length-ը հավասար է index plus 1 length-ը վերջում գրվում է t ոչ թե հտ այ տղեկ չէ էլի հտը չէ length-ը Okay, սա եկավ sense, անցանք առաջ, ծանոթանում ենք ֆունկցիաների հետ JavaScript-ում ժողովրդել եմ կրկնում, սա ուղղակի ծանոթության դաս է այսքանով մենք նես չի, որ մենք էլ չենք խոսալու զանգվածների մասին, մենք էլ չենք խոսալու ֆունկցիաների մասին, բաների օբյեկտների մասին, ֆունկցիաների մասին եւ այլն ոչ, սա ուղղակի ծանոթության դաս է Մենք սովորում ենք, որ տեսնենք, հասկանանք, որ հա, սա զանգված է, հա, սա օբյեկտ է, հա, սա ֆունկցիա է, հա, սա հասային է, հա, սենց վեկալում ենք, հա, սենց դնում ենք։ Okay։ Ուրեմն JavaScript-ում մենք ունենք 5 տեսակի ֆունկցիաներ, բայց սկզբում մենք անցնելու ենք 3-ը։ Առաջինը դա function-ն է, սա կոչվում է function declaration։ Գրում ենք function ֆունկցիայի անուն, չեմ խոսքի create email, փակագծեր եւ այլն։ Ու վсё։ Որը կարա վերադարձնի ինչ-որ մի բան։ Թե ինչի համար են այս փակագծերը մենք դեռ կհասկանանք, թե ինչ է նշանակում return դա եւս կհասկանանք, մենք մի բան հիշում ենք, որ ստեղ ստեղծում ենք ֆունկցիան կանչում ենք ֆունկցիան Այսինքն ֆունկցիան ստեղծելը քիչ է, դուք պետք է ֆունկցիան նաև կանչեք։ Եթե դուք ֆունկցիան ստեղծեք ու չկանչեք, այդ ֆունկցիան եղած չեղած մի բան է։ Եկեք օրինակ return անենք 10 անգամ 10 անգամ 50։ Console-ը ենք անում ֆունկցիայի կանչը։ 500 Բայց չենք խորանում այս ամենի մեջ, կարևորում ենք հասկանում ենք, որ սա կոչվում է function declaration։ Function declaration։ Ու մենք 99.99% դեպքերում օգտագործելու ենք սա բացառությամբ callback-ների ժամանակ դրա մասին խոսանք, թե երբ որ հասնենք ֆունկցիաների թեմային, ես կբացատրեմ, թե ենք օգտագործելու function declaration-ը։ Երկրորդը function expression-ն է, function expression, որը գրվում է sense const ինչ-որ մի բան, օրինակ չգիտեմ, get users, Вообще ֆունկցիայի անունները պետք է ինչ-որ գործողություն ցույց տան, create email, ստեղծել email, get users, ստանալ user-ներին, չգիտեմ, send payload, կամ չկա ինչ-որ մի բան get users, հավասար է function ու bla 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 Հասկացաք, սա function expression է, ու նույնիսկ կանչում ենք get users Այսինքն ստեղծում ենք ֆունկցիան կանչում ենք ֆունկցիան Եթե ֆունկցիան ստեղծեք ու չկանչեք ֆունկցիան ձեզ ոչինչ չի տա Երբ որ մենք հասնենք ֆունկցիաների դասին ես դա ձեզ մանրամասն դեմոնստրացիա կանեմ կստեղծենք մի հատ լավ ֆունկցիա բայց չենք կանչու կտեսնենք որ ամեն ինչ այնքան էլ լավ չի Okay Опа Ուրեմն, նաև ես 6-ից սկսած մոտ հայտնվել է arrow function Սա function expression-ի կարճ տարբերակն է, օրինակ գրում ենք const օրինակ calc Всё Arrow function arrow նշանակում է բան, տիպը Բան էլի տենց սլակ, հա երևի, եք մենք թարգմանենք Իսկ մա սլակ կամ աղեղ երևի թե Ընտրում ենք English գրում ենք arrow Still կա Հայերեն սլակ
Հալի Slack, Net, աղեղը, ինչ մի բան կարճ ասած, ինքը իր անունը ստացել է այս սրանից։ Ու սա օգտագործվում է, այն որ դերսից գրանք 99.9% դեպքերում handler կամ callback-երի ժամանակ։ Մենք հասկանանք, թե որն է handler-ը, որն է callback-ը, պրոստը հիշեք, որ եթե handler չի ու եթե callback չի, մենք օգտագործում ենք այս-ի, եթե handler-ը կամ callback-ը այս-ը։ Դե իսկ բանը իդեպ ես էլ պետք է կանչենք, սա էլ է ֆունկցիա։ Դե իսկ function expression-ը կարելի ասել, որ մենք ես real-ին պրակտիկայում function expression գրեթե չեմ էլ օգտագործում, չեմ էլ ստեղծում։ Ինձ դες մի քիչ անհասկանալի է вообще իր դերը կատարում ինչի համար է, որտեվ եթե մենք ունենք row function, ու եթե մենք ունենք function declaration, ապա էլ ինչի համար է մեզ պետք function expression-ը։ Ճիշտ է, տեղեր կա որ պետք գալիս է, բայց ոչ այդպես շատ տեղերում էլի, օրինակ React-ում տեղեր կան որ պետք գալիս են։ Մանավանդ երբ որ մենք օգտագործում ենք use callback-ը, էդի hook-ը, կստացի։ Բայց էլ եմ ասում, կոնկրետ function expression-ը շատ քիչ է օգտագործվում։ Իսկ row function-ը ու function expression-ը օգտագործվում են շատ։ Մենակ հիշեք, մենակ ֆունկցիան ստեղծելը քիչ է։ Ստեղծեցիք ֆունկցիան, կանչեցիք ֆունկցիան։ Ստեղծեցիք ֆունկցիան, կանչեցիք ֆունկցիան։ Ստեղծեցիք ֆունկցիան, կանչեցիք ֆունկցիան։ Կամ եթե չեք կանչում, կամ եք կարող եք նաև ֆունկցիայի արժեքը փոխանցել, որ ուրիշը կանչի, դա կոչվում է callback։ Եվ որ մենք հասնենք callback-ին, կհասկանանք, որ դուք կարող եք ստեղծել ֆունկցիա, ու այդ ֆունկցիան ինքնուրույն ձեռքով ինքները չկանչեք։ Փոխանցեք մեկ այլ ֆունկցիայի, այդ ֆունկցիան կանչի այն ժամանակ, երբ որ ժամանակը եկել է։ Հասկացաք։ Սա ոնց են գրվում ֆունկցիաները, ֆունկցիաների սինտաքսը։ Ctrl-A, Ctrl-Shift-P, մտնում ենք Polak code։ Так. Ես Ctrl-A, Ctrl-C է յարը։ Խնդրեմ, ֆունկցիաների 3 տեսակները։ Այնտեղ մենք ունենք եւս 2 տեսակ, function generator, մեկ էլ invoke function-ները։ Դրանք մենք կանցնենք, երբ որ կհասկանանք JavaScript-ը ավելի խորքային։ Ծանոթանում ենք function declaration-ի, function expression-ի եւ arrow function-ի գրելա ձևերի հետ։ Սա լեսպես։ Okay, սա տեղադրեցի ձեր Telegram-յան խմբում, այն խմբում, որը հատուկ բացել եմ այս YouTube-յան դասերի համար, նորից հիշեցնեմ, պարզապես մտնում եք Telegram և տեսնում եք Sami YouTube Lessons։ Գրանցվում եք, այստեղ կա քննարկումներ բաժին, որտեղ կարող եք քննարկել դասերը, այստեղ դասերի ձայնագրությունից հեսա 4 դասն է գալու, այստեղ ալիքի նույնիսկ դրամային աջակցություն ցույց տալու տարբերակներն է, եթե հանկարծ կորցրել եք, եսի կարամ պին անեմ, որտեղ ես վերջերս հարցնում եք ինչպես կարող ենք donate անել ալիքին, հեսա պին տանեմ, որ անդադ ձեր մտմունը չկորցնեք։ Okay, անցանք առաջ։ Հիմա, եկեք մի երկու բառով խոսանք ֆունկցիաների մասն, այսօրվա դասը ավարտենք, ուրեմն ինչ են ֆունկցիաները ու ինչի համար են նախատեսված։ Լավ, մենք հասկացանք, որ օբյեկտը ինքը ինչ-որ բան նկարագրելու համար, ինչ-որ abstract բաների համար է, հասկացանք զանգվածը ինքը կոլեկցիա է, նույնանման կամ ոչ նույնանման այթեմների հաջորդականության, որը խիստ է, բա ինչ են ֆունկցիաները։ Առասարակ ֆունկցիաները իրանք նախատեսված են կոդը կարճացնելու համար, կրկնվող բաները իր մեջ տեղափոխելու համար։ Եթե մենք մի գործողությունը մեկից ավելի անգամ ենք անում, ապա ցանկալի է այդ մի գործողությունը տեղադրել ֆունկցիայի մեջ ու այդ մեկից ավելի անգամ անելու փոխարեն ֆունկցիան կանչել։ Այսինքն ամբողջ լոգիկան փաթաթում ենք ֆունկցիայի մեջ,
որտեղ պետք է որ հենց այդ լոգիկան աշխատի, մենք այդ ֆունկցիան կանչում ենք։ Մի տեղ փոխում ենք, միլիոնավոր տեղերում կարա փոխվի։ Առասարակ մենք պետք է աշխատենք մեր կոդը այնպես սարքենք, որ մի բանը միտեղ փոխելուց բոլոր տեղերում փոխվի, եթե դա նույն բանի մասին ենք մենք խոսում։ Կան ծրագրավորողներ, որ ասենց շատ կներեք վատ բառիս համար փնթի ձևով են իրենց կոդը գրում, ու երբ որ մի բանը պետքա փոխվի, գնում են ժամերով, ման են գալի, էլ որտեղ են օգտագործել այդ փոփոխականը, էլ որտեղ են այս սարը, էլ որտեղ են նորից ժամերով ման են գալիս, որ փոխեն։ Օրինակ թիվը 5-ից դարձել է 7, վերջ բոլոր տեղերում փոխում են 5-ից 7։ Ինչի, եթե դա ամեն ինչը կարելի էր միացիրուն ձևով կամ մի հատ ընդհանուր գլոբալ փոփոխական հայտարարել, գլոբալ փոփոխակը նկատի ունեմ այդ գլոբալ օրինակ const, որը կլինի չգիտեմ ինչ-որ very strong կամ ինչ-որ ID։ Ու մենք մեր կոդի ամբողջ շրջանակներում այս մի փոփոխական օգտագործենք։ Փոխվավ թիվը ID, մենք 5-ով էինք հաշվում սաղ տեղերում, okay, փոխեցինք 7, օգտագործել էինք ID-ին 800,000 տեղ, 800,000 տեղում միանգամից փոխվեց դարձավ 7, այդ բնականաբար կարևոր է։ Հիմա եկեք դες մատ ցույց տամ, որ իրոք օբյեկտի և զանգվածի հերթականությունը տարբերվում են իրարից, ստեղծում ենք առաջինը շատ արագ մի հատ սովորական օբյեկտ, Եվ ինչ-որ մատը ստեղծենք, որ բան լինի, email-ը թող լինի doug.johnsmith@gmail.com Եվ ինչ-որ ատարով բան եմ ուզում մտածեմ, որ ինքը վերև բարձնա ավտոմատ Թողնի ինչ-որ attributes թողնի զանգված 1.5.20 Այո, ինչպես տեսանք, ես նաև օբյեկտի մեջ զանգված օգտագործեցի, մենք այս ամեն ինչը անցնելու ենք դեռ հաջորդ դասերին։ Սա մեր ուրեմն օբյեկտն է, ստեղծում ենք զանգված գրում ենք մեջ մարդկանց անուններ John, Alex, Adam, Bob, ինչ կա այնտեղ, Jack, և Emily։ Լավ չէ, լավ տղիքի անունն եք լեն, okay։ Okay, cancel-ով ենք անում names-ը և cancel-ով ենք անում users-ը, մաքրում ենք ստեղի cancel-ը, Doug user համար մոտ։ Տեսնում ենք հերթականությունը, ոնց կա ստեղ կոնկրետ Node.js-ում, John, Alex, Adam, Bob, Jack, ճիշտ է, username, password, email, attribute, ճիշտ է, այսինքն Node.js-ում հերթականությունը պահել է նույնը։ Բացում ենք նույնը բրաուզերում, ուրեմն localhost ինչ է, մեր մոտ 5000 է, ոնց որ 5500 երևի, բացում ենք let's code, console, տեսնում ենք, որ բրաուզերում հերթականությունը խախտվում է օբյեկտների, որտև օբյեկտը էլ եմ կրկնում նախատեսված չի հերթականություն պահելու համար, օբյեկտը նախատեսված է data պահելու համար, ինչ-որ մի data, որտեղ մեզ ընդհանրապես հետաքրքիր չի, թե առաջինը որ տողը կգրվի, երկրորդը որ տողը, երրորդը որ տողը, տեսնում ենք հայբենական կարգով է, A, հետո B, C, D, E, հետո F, G, I, J, K, L, P, Q, R, S, T, U,
պատկերացրիք, բայց նաև ցույց տամ, որ մենք կարանք օբյեկտում ստեղծենք օրինակ թվային k-եր, սա ցույց չէի տվել, 0-ն թող լինի 0 եւ 1-ը թող լինի 1։ Սա ենք տալիս, մեր մոտ տեսնում ենք, որ թվերը բարձրանում են ամենավերև։ Այսինքն ստացվում է այսպես, որ ի սկզբանե օբյեկտում հերթականությունը սենց է։ Եթե մենք օբյեկտի մեջ ունենք prop key-եր, որոնք որ թվերով են, վերևից գնում են թվերը։ Հակառակ դեպքում գնում են ըստ այբնական կարգի bytes։ Եթե մենք այստեղ գրենք ինչ-որ alternative name գրենք չգիտեմ ասենք valid save տանք, մենք տեսնում ենք, որ alternative name-ը բարձրացավ ավելի վերև, հետո attribute-ը։ Այսինքն ինչպես հասկանում եք, հերթականությունը սենց է օբյեկտում։ Սկզբում թվերը, հետո մեծատառերով սկսվող key-երը, հետո մեծատառերով սկսվող key-երը ըստ իրենց այբնական կարգի, հետո փոքրատառերով սկսվող key-երը ըստ իրենց այբնական կարգի։ Սա այսպես, եւ անկեղծ ասած նախորդ դասում, երբ որ խոսում էինք փոփոխականների մասին, մի հատ բան եմ մոռացել դες զգուշացնեմ, դա էլ ասեմ ու վերջ, ուրեմն JavaScript-ում կան ռեզերվ արած բառեր, որոնք որ մենք ուղղակի չենք կարող օգտագործել որպես փոփոխականներ, հա։ Դրանք մի քանիսն են իրականում, օրինակ մենք չենք կարող գրել sense, չգիտեմ, const function-ը հավասար է 5, ասեք տվեց error, որտեղ function is not allowed as a variable declaration name, կամ օրինակ մենք չենք կարող գրել const չգիտեմ new հավասար է 5, new is not allowed as a variable declaration name, այսինքն կան ռեզերվ բառեր, ես այս դասի ներքևում ապեմն այդ ցուցակը կդնեմ ռեզերվ բառերի, որ դուք պարդի չանգյանել, մենք ես նորից եմ կրկնում, մենք էնցիկլոպեդներ չենք, որ ամեն ինչ մի անգամից սովորենք, իմանանք, հիշենք ու մեր ուղեղը չվարվի, զուտ ուղղակի հիշեք, որ պետք է մի անգամ գոնե կարդակ, մի անգամ կարդակ, երկրորդ, երրորդ անգամ արդեն այդ նույն սխալը չկանի, էդի այդպես։ Դե այսքան է սրվա դասի համար, դասը բավական երկար ձգվեց, մոտավորապես 1 ժամ 20 րոպե, մոնտաժից հետո չգիտեմ ինչքան կմնա, հուսով եմ դասը հավանեցիք, անպայման լայք դրեք դասին, անպայման կոմենտներ գրեք դասի ներքևում, եթե հարցեր ունեք հարցեր գրեք, եթե հարցեր չունեք ինչ-որ մաղթանքներ, էմոջիներ, եսի մինչեր, հետաքրքիր բաներ գրեք, եթե բաժանորդագրված չկա ալիքին, ապա անպայման բաժանորդագրվեք, ես ուզում եմ դառնամ 100,000 բաժանորդ, որպեսզի ստանամ այն արծաթե կոճակը, ինչու ոչ, եւ չմոռանաք դասերով կիսվել տարբեր խմբերում, որտեղ որ մարդիկ հետաքրքրվում են ծրագրավորումով, թող մտնեն, նայեն, սովորեն այս ամենը անվճարը, այդքանը, իդեպ եթե նորից եմ կրկնում, եթե ցանկանում եք donate անել բոլոր դասերի ներքևում, ներքևի հատվածում, բացում եք դասը, ստեղ գրած է issue, սախում եք issue-ի վրա եւ տեսնում եք donate անելու տարբերակները։ Իդրամով կարող եք donate անել, չգիտեմ, թեկուզ 100 դրամ, 200 դրամ, բանկային քարտով կարող եք donate անել, էլի կարծեմ ID բանկի քարտը, այո, կարող եք միանալ Patreon-ին եւ Patreon-ով donate անել, Patreon-ը ընդամենը 2-ից 5 դոլար ամսական, 2-ից 6 դոլար, մտ բացենք նայենք, բայց կարծեմ այդքան պետք է լինի, ու կարծում եմ այդ ամսական 400 դրամը կամ ամսական 500-600 դրամը դժվար թե ինչ-որ լուրջ բան փոխի ձեր կյանքում, բայց հավատացեք, որ լիքը մարդիկ միանան Patreon ալիքին ու Patreon-ով գումարներ փոխանցեն, ավելի շատ դասեր կլինեն, ավելի որակյալ մոնտաժներ կլինեն, ավելի հետաքրքիր թեմաներ կլինեն եւ այդպես շարունակ։ Իդեպ այս Patreon-ի լինքը ոնց որ թե չի աշխատում, իսկ փոխում ես Patreon-ի լինքը, Patreon-ը ներքևում գտեք, ամեն ներքևում գրած է Patreon, այդ Patreon-ի վրա կարող եք սեղմել։
Թե ինչ, այսքան էր դասի համար, շնորհակալություն, որ մինչև վերջ դիտեցիք, կհանդիպենք JavaScript-ի 5-րդ դասի ընթացքում, հաջողություն բոլորին, մինչ հաջորդ դասը, լավ եղեք, Աստված բոլորիս հետ անփորձանք։